Այժմ ես ձեզի թարգմանաբար կներկայացնեմ մի յուրահատուկ պատմություն, որը ունի անչափ դաստիարակչական նշանակություն։ Ինչ է վերնագիրը? Прохожие насмехались над бездомной женщиной, но когда она достала скрипку, все անցողները ծիծաղում էին այս կնոջ վրա, անտուն կնոջ վրա։ Բայց երբ որ նա հանեց իր ջութակը, բոլորը քարացան։ Սիրելիներ, այս պատմությունից մենք կարող ենք սովորել, թե ինչքան կարևոր է մարդկանց վերևից չնայել, որովհետև դու իրականում չգիտես, թե վերևից ում որ կնայես, ով է կանգնած ներքևում։ Իսկ այժմ թարգմանաբար ներկայացնեմ պատմությունը ամբողջությամբ։ Անցորդները ծաղրում էին անօթևան կնոջը, բայց երբ նա հանեց ջութակը, բոլորը քարացան։ Մեծ քաղաքի աղմկոտ ծառուղում նա նստել էր պատառոտված վերմակի վրա, գրկելով չափերով հին պատյան։ Մարդիկ անցնում էին, կարճ հայացքներ էին նետում նրա վրա լի արհամարանքով կամ խղճահարությամբ։ Ոմանք ժպտացին, ոմանք շրջվեցին, իսկ ոմանք կատաղի մեկնություններ արեցին։ Նա նորից այստեղ է, ում է պետք նա։ Թանկարժեք վերարկուով աղջիկը քրկնջաց ու փոքրիկ մանրադրամ նետեց նրա ուղղությամբ։ Անօթևան կինը չպատասխանեց, նա միայն ավելի ամուր սեղմեց գործիքը իր մեջ։ Կարծես դա միակ կանձն էր, քամին շշմեցրեց նրա ալեհեր մազերը, իսկ աչքերը արտացոլում էին հոգնածությունը։ Մի օր անցորդները տեսան, որ նա խնամքով բացում է գործիքը։ Ներսում մաշված էր, բայց խնամված ջութակ։ Կինը թանդախ անցավ մատները լարի վրայով, կամ անցկացրեց լարերը մատների վրայով, կարծես բարևում էր հին ընկերոջը, այնուհետև բարձրացրեց գործիքը ու պատրաստվեց նվագելու։ Եվ այն պահին, երբ աղեղը դիպավ լարերին, նրբանցքը լռեց, կամ բոլորը լռեցին, հնչյունները պարզ էին, խորը, թափանցող մինչև սիրտ։ Նրանք պատմություն էին պատմում, ցավի պատմություն, կորուստ ու մենակություն։ Պատմությունն այն մասին, թե ինչպես այս կինը մեկ անգամ կանգնել բեմի վրա լուսարձակների ներքո և հազարավոր մարդիկ բուռն ծափահարություններ են արել նրան։ Բայց այժմ նրան փողոցում լսում էին անցորդները, նրանք ովքեր ընդամենը մեկ րոպե առաջ ծաղրում էին նրա վրա։ Նրանց հայացքները փոխվեցին, ոմանք բերանները բաց քարացան, ոմանք աչքեր իջեցրեցին ամաչելով իր նախկին դաշնությունից։ Եվ մի տարեց մարդ, որը կանգնած էր ամբոխի մեջ, շշնջաց. «Օ, Աստված իմ, դա Էլիզաբեթ Հոլտն է», անուն, որը ժամանակին որոտում էր ամբողջ աշխարհում, մեծ ջութակահար, ով անհետացել էր շատ տարիներ առաջ։ Եվ հիմա բոլորը նրան նայում էին ոչ թե որպես անտունի, այլ որպես մարդու, ում երաժշտությունը անհնար էր մոռանալ։ Սիրելիներ, այս կանինչ ես պահին ցանկացա կիսվեի ձեզ հետ, հույսով եմ, որ այս պատմությունը նմանապես ձեզի շատ օգուտներ կբերի, ինչպես նաև կվերանայեք ձեր մտածելակերպը ու կդադարեք դիմացինին վերևից նայելուց։ Իջնեք ներքև ու կբարձրացնեք ներքևում կանգնածներին։ Իսկ այժմ կարտանք աստվածաշնչյան համարներ, որոնք կօգնեն մեզ, որպեսզի մարդկանց նայենք Աստծո աչքերով։ Ուրեմն կարտանք Փիլիպպեցիս 2-րդ գլխի 3-րդ խոսքերը։ Մի բան գրգռությունով կամ սնապարծությունով մի արեք, հապա խոնարհությունով մեկը մյուսից ձեր անձից լավ սեպեցեք։ Սիրելիներ,
Այն մեղքը, որի մասին ես մի քանի օր առաջ տեսանյութ էի տեղադրել, առաջին մեղքը, որի պատճառով շատ քրիստոնյաներ դժոխքում կգտնվին, ընդդիք հպարտությունն է։ Երբ որ իրանք կմտածեն, թե իժանք ավելի բարձր են, քան մյուսները, ու կսկսեն որևէ մեկից խորհուրդ չընդունել։ Դիք բոլորիս կվերաբերվի ու շատ կարևոր է, որպեսզի ուշադրություն դարձնենք այս բանի վրա։ Միայն ձեր անձերի շահը մի փնտրեք, ապա ամեն մեկը ձեր ընկերին է։ Աշխատեք ամեն ինչի մեջ, ոչ մենակ ձեր մասին մտածեք, այլ նաև ձեր ընկերոջ, որովհետև երկրորդ պատվիրանն Աստծո տված, քո ընկերոջդ սիրել քո անձիդ պես։ Կարդանք մեկ այլ համար ևս։ Ուրեմն 6-րդ խոսքը կարդանք. Աստված ամբարտավաններին հակառակ կենա, բայց խոնարհներին շնորհք կուտա։ Միշտ հիշեք, հպարտներին Աստված միշտ հակառակ է, ամբարտավաններին միշտ հակառակ է, մենակ շնորհք կուտա խոնարհներին։ Ուրեմն Աստված բոլորիս կկանչի խոնարհության։ Մատթեոս 23:12 Ով որ իր անձը բարձրացնե, պիտի խոնարհվի, եւ ով որ իր անձը խոնարհեցնե, պիտի բարձրանա։ Սիրելիներ, երբեք մի փորձեք ձեզի ինչ որ մեկից բարձր զգալ, այլ հիշեք, որ Հիսուսը ծնվել է կողմում, ինչքան կրնակ, բարձրահասարակ եղեք։ Հիսուսը աշակերտների ոտքերը լվաց ու բոլորիս օրինակ թողեց, թե ինչպիսին պիտի լինի ճշմարիտ քրիստոնյան։ Սկանի ինչ որ կուզենայի այսօր ցեզի ներկայացնեի, սիրելիներ, եթե այսօրվա պատմությունը ցեզի օգուտ բերեց ճուտագի մասին, ուրեմն դուք եք իսվեք մյուսների հետ, թող մյուսներն էլ սովորին, խոնարհությամբ վարվին ու երբեք վերևից որևէ մեկին չնայեն։